Genocide is a process. Genocide is an engineered process. Ցեղասպանությունը գործընթաց է։ Ցեղասպանությունը կազմակերպված, ծրագրավորված գործընթաց է։ Եվ երբ դու գտնվում ես այդ գործընթացի ներսում, տեսանելի է միայն դեպքը, այն դեպքը, որը քեզ կլանում է։ Բայց երբ պատմաբանները հետ նայեն այս պահին, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, երբ նրանք դրան նայեն 200 կամ 300 տարի հետո, այն դեպքերը, որոնք մենք հիմա ապրում ենք, կդառնան ընդամենը կարճ կետեր, գուցե մեկ նախադասություն, մեր ժողովրդի պատմության մի ավելի մեծ գլխում։ Եվ նրանք կտեսնեն ուղիղ կապ 1880-ականների Համիդյան ջարդերից մինչև 1909 թվականի Ադանա, մինչև 1915 թվական, մինչև 1920-ի Շուշի, մինչև 1950-ականների Ստամբուլի ջարդեր, մինչև 1980-90-ականների Կիրովաբադ և Բաքու, և այո, մինչև Լեռնային Ղարաբաղ, 932 օր առաջ։ Բայց սա ամբողջը չէ, գործընթացը դեռ արարտված չէ։ Մենք այստեղ ենք հիշատակելու 1915-ը, այն ժամանակ, երբ կանգնած ենք հայ ժողովրդի դեմ շարունակվող ցեղասպանական գործընթացի ներսում, մի գործընթաց, որը տեղի է ունենում հենց հիմա։ Բայց մի հավատացեք միայն իմ խոսքին, լսեք հենց Էրդողանին։ 2020 թվականին նա միացավ Ալիևին Բաքվում անցկացվող ռազմական շքերթին և գովաբանելով ռազմական հանցագործություններն ու վայրագությունները, որոնք թուրքական և ադրբեջանական ուժերը իրականացրել էին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, Էրդողանը բացահայտորեն գովեց Նուրի Փաշային։ Իսկ ով էր Նուրի Փաշան։ Նա 1915 թվականի հայոց ցեղասպանության արևելյան ճակատի գլխավոր իրականացնողներից էր։ Էրդողանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակմամբ Նուրի Փաշայի հոգին վերջապես հանգիստ գտավ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Մի քանի տարի անց Լեռնային Ղարաբաղի շուրջ 4000 տարվա բնիկ հայկական բնակչությանը ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելուց հետո Ալիևը կանգնեց Ստեփանակերտում խարույկի առաջ և X հարթակում հայտարարեց, որ ոչ միայն վերացրել են հայ բնակչությանը, այլ այժմ այրում են նաև հայերի աուրան։ Մենք հասկանում ենք, թե ինչ լեզու է սա։ Սա այն հայացքն է, որով հանցագործը հասկանում է այսօրվա իրականությունը։ Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը պարզապես մեկ դեպք չէր։ Դա շարունակական ծրագրի հերթական փուլ էր, որը նպատակ ունի հասցնել հայկական պետության և ժողովրդի ամբողջական ոչնչացման։ Եվ հենց այդ պատճառով է, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը իրենց բնիկ հայրենիքի չափազանց կարևոր է, ոչ միայն նրանց, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի և հայկական պետության համար։ Ցեղասպանություն իրականացնողները չեն կանգնում պայմանագրերով կամ զիջումներով, սա երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ դասերից է։ Նրանք չեն կանգնում հաշտությամբ, նրանց պետք է դիմակայել։ Արցախի հայերի վերադարձի իրավունքը պաշտպանությունը պարզապես հիմնական մարդու իրավունքի ապահովում չէ։ Դա կարևոր միջոց է կանգնեցնելու այն անընդհատ առաջխաղացումը, որը հնարավոր է դարձել նախորդ բոլոր զիջումների պատճառով։ Եթե հրաժարվենք այդ իրավունքից, ապա մեր կյանքի ընթացքում ստիպված կլինենք պահանջել հայերի վերադարձի իրավունքը սյունիք։ Ցեղասպանական ռեժիմները չեն կանգնում պայմանագրերով։ Գործընթացը շարունակվում է։ Ավելի համարձակ և ավելի ընդարձակ։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը մերժում է մեր ժողովրդի դեմ ցեղասպանության նորմալացումը։
Մենք այլևս այն 12-ամյա օրբերանապետում չենք։ Այն ամենից, ինչ տեսել ենք, չենք կարող ասել մենք չկարծեինք, որ սա մեզ հետ կտեղի ունենա։ Սյունիքում, Մեղրիում, Երևանում։ Պատմությունը շարունակվում է, եւ այն ձայները, հիշողությունները եւ պատմությունները, որոնք մենք համառորեն պահպանում ենք, հենց դրանք են, որ գոյատևում են ժամանակի ընթացքում։ Եթե ցեղասպանությունը փորձում է վերացնել մի ամբողջ ժողովուրդ, ապա հիշողությունը, դիմադրությունը եւ վերադարձը այն միջոցներն են, որոնք ժողովուրդը ժամանակի ընթացքում հաղթում է այդ ոչնչացմանը։ Այո, սա դժվար աշխատանք է։ Իհարկե, ցեղասպանությանը հաղթահարելը դժվար է, եւ նրա հիմնված է անչափելի ատելության եւ չարույքի վրա։ Բայց այն, ինչ մենք կրում ենք, կարևոր է, այն, ինչ հիշում ենք, կարևոր է, այն, ինչ հասկանում ենք, կարևոր է, եւ այն, ինչ դուք կանեք հետո, նույնպես կարևոր է։ Մենք այն ժողովրդի վերապրածներն ենք, որը պետք է ոչնչացվեր։ Այսօր մենք պաշտպաններ ենք, ակտիվիստներ, իրավաբաններ, քաղաքականներ, դիվանագետներ, եւ կրկնում եմ, մենք այլևս այն օրբերանապետում չենք։ Մենք պետք է դադարենք գլուխներս ավազի մեջ թաղելուց։ Մենք պայքարել ենք ժխտանելիության եւ անգամ աշխարհի ամենահզոր պետություններին հասցրել ենք ճշմարտությանը։ Մենք կանգնել ենք մեր ժողովրդի կողքին, ժողովրդի, որի ամբողջ պատմությունը փորձել են ներկայացնել որպես վիճելի։ Մենք կանգնել ենք դատարաններում, խորհրդարաններում եւ կոնգրեսներում, արխիվներում եւ փախստյաների կենտրոններում, ավերված վաներքում եւ նորից ու նորից զգացել ենք մի բան, որը հրաժարվում է մահանալ։ Սա տատանվելու ժամանակ չէ, եւ իհարկե, եթե ձեր կյանքի ընթացքում չտեսնեք հայերի վերադարձը, դուք միևնույն է պատասխանատու եք դրա համար։ Եվ իհարկե, եթե արդարությունը հետաձգվում է, դա ձեզ չի արդարացնում։ Եվ իհարկե, եթե աշխարհը ձևացնում է, թե չի տեսնում, դուք միևնույն է կոչված եք վկայելու։ Մենք չենք ընտրում մեր երկար պատմության այն գլուխը, որի մեջ ծնվում ենք, բայց մենք ընտրում ենք, թե ինչպիսի նախնիներ կդառնանք։ Չկա ապագա առանց այն խիզախ մարդկանց, որոնք պատրաստ են կրել անցյալի բեռը, առանց այն խիզախ մարդկանց, որոնք պատրաստ են ընդունել իրենց ժամանակի մարտահրավերը։ Դուք յուրաքանչյուրդ այդ խիզախ մարդկանցից եք, դուք յուրաքանչյուրդ կրել եք անցյալի ծանրությունը եւ հաղթահարել մշտական բազմաթիվ փորձություններ, բայց մենք դեռ ավարտված չենք։ Հայ ժողովրդի գոյականական պահը մեզ վրա է, եւ մենք բոլորս միասին կանգնած ենք դրա ներսում։ Ցեղասպանությունը շարունակվում է այնտեղ, որտեղ չկա դիմադրություն, եւ եթե մենք պետք է ընդհանուրապես ինչ-որ բան լինենք, ապա միասին պետք է լինենք հենց այդ դիմադրությունը։ And if we are to be anything at all, we together must be that resistance. Thank you.